Շատ լավ, այսօր պիտի շարունակենք ամուսնալուծման նյութը երկու երկու չորեքշաբթի ևս ունենք կփորձեմ կարճ կապել, գիտեմ բավական երկայն է, բայց շատ կարևոր դասեր կան այսօր մեջ եւ այսօր վերջավորության մոռացնենք ուրիշ հոգեվոր դասեր ալ պիտի գրնանք մեջ են քաղել անցյալ չորեքշաբթի խոսեցանք այն համարին վրա, որ Հիսուս ըսավ փարիսեցիներուն Մատթեոս 19:9 կուզեմ գարթալ եւ ադոր վրա շարունակել հոնդերը գարտացինք որ գսեր Հիսուս սակայն ցեզի գսեմ ով որ առանց բորնգության պատճառի իր գինը արցակե եւ ուրիշը առնե շնություն գնե եւ ով որ արցակված առնե շնություն գնե Հիմա հարցը այն էր, որ ասենք թե արդյոք արդոնություն կա ամուսնալուծման եւ միակ արդոնությունը կամ թե բացառությունը ասենք Հիսուս որ դվավ, սա բորնգություն է։ Եթե մեկը բորնգություն ունի ամուսնության մեջ, ադիգա պատճառ է որ ամուսնալուծվին։ Իսկ անշուշտ 5 դագարանի մեջ տեսանք, որ ինչպես Փարիսեցիները Հիսուսի հիշեցուցին ասին որ Մովսես մեզ արդոնեց ամուսնալուծում եւ Հիսուսի խոսքերին չէին ծեր սրդին գարձության համար Մովսես արդոնեց եւ ասիգա աստուծո գամքը չէր գսավ Հիսուս եւ անշուշտ մենք խոսեցանք սրդի գարձության մասին, թե ինչպես այդ սրդի գարձությունը մեգումը գասնե դեմը, որ այլևս հաշտության թուր չի մնար եւ Հիսուս ներողություն Աստված ճուզեց, որ մարդիկ այդ բանի մեջ մնան մինչև վերջ եւ արդոնություն Մովսեսի դվավ, որբեսի ամուսնալուծում դան իրարու բայց Աստուծո գամքը երբեք անի չէր, որովհետև համար ինչ կսե ամբոր Աստված միացուց մեկը թող չի զադե։ Եվ խոսեցանք անոց մասինալ, թե ինչս էլ է միացումը եւ ինչս էլ է միացածը իրար մեջ զադվիլը ինչ կրնա պատահիլ եւ ոչ մեկ լավ արդյունք կա ամուսնալուծումի մեջ միշտ ընդհանրապես շղթական են հարցը հիմա որ գուզենք այսօր քիչ մանոր վրա գետրոնանալ անցյալ անգամ Հիսուս մեկ բացառություն դվավ սա եթե մեկը բորնգի գնան ամուսնալուծվիլ հիմա արդյոք անգե վերջը յետ ամուսնանալը շիդագ է կամ սխալ է քիչ մանոր վրա պիտի գետրոնանանք որովհետև Սուրբ Գիրքը բավական մեզի քահապարներ գուտա յետ ամուսնանալու մասին մի քանի համարներու մեջ կտեսնենք հստակ բացատրություն կա, բայց Հիսուս աստեղը հստակ բամը չսեր, որ գրնան յետ ամուսնանալ կամ ինչ պատճառներով յետ գրնան ամուսնանալ, ինչպես պիտի մենք վերլուծենք այս հարցը, թե արդյոք նորեն ամուսնանալը շիդագ է, նախ պետք է ասեմ, որ Ռոմայցիսի մեջը շատ հստակ կսե, Ռոմայցիս 7:2-ը իրավունք կուտա գսե Վասնզի այր ունեցողինը իր ողջ էրգանը գաբված է օրենքով, բայց եթե այրը մեռնի, արձակված է էրգանը օրենքեն։ Այսինքն, եթե ամուսնացածները մեկը մահանա, մյուսը իրավունք ունի ամուսնանալու, այլևս ամուսնության գաբի մեջ չէ, անգե այդ գաբը վերջացած կնկատվի։ Ուրիշ դեմը կգարթանք առաջին Կորինթացիս 7:8-9 մեջը, որ հոնալ մի քանի բաներ գսե, այս նյութին հետ կապված գսե, բայց չամուսնացածներուն ու որբևարներուն գսեմ, աղեգը անոնց եթե ինձի պես կենան, Պողոս առաքյալը չէր ամուսնացած, բայց գսե եթե ժուժգալություն չունին, թող ամուսնանան, վասնզի աղեգը ամուսնանալ, քան թե գրքով փորփոքիլ։ Պողոս առաքյալը որբևարիներուն գսե, եթե չեք գնար առանցին գնալ, ամուսնացեք, ավելի լավ է որ ամուսնացեք, քան թե մեղքի մեջ ինակ գիրքերով։
Եվ անգե վերջը կգարտանք առաջին Դիմեթրիոս 5:11-ն 14-ի մեջ դարձյալ Պողոս Արաքյալ Դիմեթրիոսի խրատ կուտա ասելով 11-ն 14 կսե բայց Թուն ով մարդ Աստծո փախիր այս բաներն ու կնա ներողություն 5:11-ն 14 Բայց թերահասակ որբևարիները մերժե քանզի երբ Քրիստոսին թեմ հանդգնելով հեշտասիրության անձնադուրը լան ամուսնանալ գուզեն եւ թադաբարդություն կընդունին վասնզի նախկին հավատքին մեկտի ցկելով կձուլանան դունե դուն կբդդին եւ ոչ միան ձույլ հաբա շադախոս ու հետաքրքիր գլան եւ ամբադե բաներ կխոսին ուստի գուզեմ որ թերահասակ գիները ամուսնանան զավակներ ծնանին տնաշենը լան ու նախադինքի արիտ չդան հագարագորտին ինչի մասին կխոսի այստեղ Եկեղեցին պետք է որբևարիներուն հոգ տաներ օրենքը ադե Հակոբու քրքի մեջ ալ գարտանք Հակոբու 1-ի մեջ գսե ճշմարիտ գրոնքը գսե որբերուն եւ որբևարիներուն հասնել է իրենց նեղության ժամանակ ուրեմն եկեղեցին բարդականությունն է որ որբերուն եւ որբևարիներուն հասնին բայց հոստեղը Պողոս Արաքյալ Դիմեթրիոսի գսե որ եկեղեցին այս թերա հասակ գիներուն որ որբևարի մնացած էին բարդական չէ գսե ավելի լավ է որ ամուսնանան գսե եւ ընտանիք կազմեն ուրեմն նորեն այս իրավունքը որ գդրվի նորեն ամուսնանալու գդրվի որբևարիներուն որոնք ամուսին չունին կամ գին չունին որբևարիներուն գսե որբևարիներուն եւ ադիգա շատ հստակ է որ այս նորեն ամուսնանալը անոնց համար է որ ամուսինը կամ գինը գործընծուցած է հիմա հարցումը կփարթանա քիչմը ասելով շատ լավ Հիսուս հոստեղը ասավ թե միակ պատճառը որ ամուսնալուծում արտոնված է եթե բան կա բորնիկություն կա շատ լավ հիմա արդյոք Հիսուսի այս պատվերի մեջը նույն բանը չէ որ եթե բորնիկություն կա նորեն գրնա ամուսնանալ ինչ կխորինք ասիկա քիչմը հարցական է ոմանք կսեն այո եթե գսե Հիսուս բորնիկությունով ամուսնալուծում գրնա լալ նույնպես անոր բորնիկության պատճառով անոր բորնիկություն նողը չէ անոր բորնիկության պատճառով գզադվի անիգա գրնա վերստին ամուսնանալ եւ հիմա եթե գարտանք այս համարները որ հոսքան առաջին որ գարտացինք Մատթեոս 19:9 ցևոմը իրարու գաբե 19:9 Սակայն ցեզի գսեմ ով որ առանց բորնիկության պատճառի գին արցակե եւ ուրիշ մարնե շնություն գնե եւ ով որ արցակված առնե շնություն գնե հիմա ցևոմը այս համարները իրարու գաբե ամուսնալուծումը եւ նորեն ամուսնանալը նույնպես կգարտանք մյուս ավետարաններում մեջ որ նույն միտքը գուտա կսե Մարգոս 10 11-ն 12 գսե ով որ գինը արցակե ուրիշ մարնե անոր թեմ շնություն գնե ու գինը եթե իր երիգեն զադի ուրիշ երիկը առնե շնություն գնե հիմա ասիգա միսկոմը գխոսի որ ամուսնացածը եթե ուրիշին հետ ամուսնանա բորնիկություն գնե շնություն ներողություն նույնպես Ուգաս 16-18-ին մեջ ասոր նման գսե ով որ իր գին արցակե եւ ուրիշ մարնե շնություն գնե եւ ով որ իր երիգեն արցակված գին մարնե շնություն գնե so հոստեղը բարձաբես գահստադե որ
նորեն ամուսնանալը առանց պատճառի շնություն է եւ մեղք է, սխալ է, բայց նույնադեն Հիսուս երբեք չսեր մեզի որ ամբոր շնության պատճառով գարցակվի կամ սեբենք թե ամուսինը մեգում է թարապեություն ունենան գամուսնալզվի ինքը իրավունք ունի նորեն ամուսնանալու ասիգա Հիսուս հստակ չսեր բայց քանի որ գգաբե երկուքը իրարու շատեր կընդունին որ եթե շնության բորնգության պատճառով ամուսնալուծում եղած է անոր հանցավոր չէ իրավունք ունի ամուսնանալու նույնպես ասիգա ավելի գնդարցագեն շատեր եւ գսեն օքեյ եթե ամուսինը կամ գինը մեգը շատ նեղություն կդար մյուսին եւ ընդհանրապես գիները ավելի վնաս կգրեն ասենք թե կինով է ամուսինը գուք ամեն օր իրեն գծեծե իր հանցանքն է որ ամուսինը այդպես է ուրեմն ամուսնալուծվին է իրավունք ունի ամուսնանալու այսպես ոմանք գաբեն այս հարցերը այս համարներուն հետ որ սել է որ Հիսուս իրավունք տվավ անգեզատ ունինք առաջին Կորինթացիս 7:11-ը որ անցյալ անգամ տբանք այս համարին ուր գխոսի անոնց համար որ իրենք աբաշխարած են եւ ամուսինը գողագիցը աբաշխարած չէ եւ ադոր պատճառավ գզադին արդյոք կրնան անոնք նորեն ամուսնանալ որովհետեւ հանցանքի իրեն չէր գսե իսկ եթե զադվիալ առանց ամուսնանալու մնա կամ իր երգան հետ հաշտվի ու այրը իր գինը թող չծկե ոս ադոր պատասխանը գուկա որ ոչ հանցավոր եթե չէ ասել չէ թե ազատ է երթալու ոյ մեգունետ ամուսնանալու եւ ուրիշ համարի մեջ մենք կարդացինք որ գսեր թող փորձե գսե իր վարմունքով առաջին Պետրոսի մեջ էր իր վարմունքով որչափ կարելի է անոր շահիլ Քրիստոսի համար իսկ 15-րդ համարի մեջ նորեն այս համարին հետ կապված հարցին հետ կապված գսե Առաջին Կորինթացիս 7:15 իսկ եթե անհավատը զադվի թող զադվի եղբայրը կամ քույրը այնպիսի բարականերու մեջ քերի չէ սակայն Աստված խաղաղության կանչեց մեզ ուրեմն այդ օրինակը որ բերենք եթե գինը սեբենք թե գչարչարվի ամուսինի ցերքին տակ որովհետև ամուսինը անաբաշխար է ինքը վերստին ծնած է գրնա զադվիլ գրնա բիդի զադվի ազատ գրնա ադոր լուծինդակ մնալու ստիպած չէ ինքը բիդի փորձ է ինչպես ասի եթե ամուսինը իրեն ասե որ ես չեմ ուզեր հետդ այլևս որովհետև դու վերստին ծնած ես ինքը հետը կորց ուզեր ունենալ եւ արցագե իրեն գինը հանցանք չունի բայց գսե թող չամուսնանա գսե թող չամուսնանա այնպես մնա գսե կարելի է որ հաշտվին գսե եւ իդ իրարու կան այս համարները մեզի այդ բացադրեն հիմա բիդիսեք որ մեզի շվարեցուցիր ցկեցիր պետք է վերստին ամստանան չամստանան ինչ պատճառով ամստանան ինչ պատճառով չամստանան ցեզի այս կսեմ հիմա գասկնանք որ այս ամուսնությունը որքան բարդ հարց մնե եւ որքան կարեւոր է Աստուծո համար Աստված երկու հաստատություններ հիմնեց երբ որ մարդ արարածը ստեղծեց երկու կարեւոր բաներ ընտանիքը եւ եկեղեցին Աստված հաստատեց որ երկուքը իրարու կապված են եւ երկուք իրարու հետ կգալեն եթե մեկը դգարը լա մյուսը կդգարանա եթե ընտանիքը դգար է ընտանիքները դգար են եկեղեցի մեջ եկեղեցին դգար գլա եկեղեցին Քրիստոսի ընտանիքն է մեկ մարմին Քրիստոսի մարմինը ուրեմն եթե
դժվարություն կա մեկու մեջ մյուսին վրա գաստե եւ ասիկա մեզի գծուցնե որ որքան կարեւոր է ընտանիքը գայուն բայել անորամար ամեն աշխատանք պետք է թափվի որ ընտանիքը բահվի աստուծո ուզածին պես որբեսի առողջ ընտանիք մլա սերունդները որ պիտի քան այդ ընտանիքը նույնպես առողջ լան աստուծո փառք բերող զավակներ մեջտեղ կան որ սերունդ այդ արժեքները եւ այդ սկզբունքները բահվին եւ աստուծո փառք բերող սերունդներ հարաճ կան հիմա երբ որ գտեսնենք որ ամուսնությունը թեթևի գարնծվի այսօրերս ինչպես թիվերը մեզի գսեն նույնիսկ հավատացյալներու մեջ 50-ար 100-ը վերջնական վերջավորության ամուսնալուծումով կվերջանան կնշանակե թե լուրջի չառնվիր նախ այս ամուսնությունը եւ քանի որ լուրջի չառնվիր շատ թյուրությամբ կրնան լուծել այս ամուսնությունը եւ այսպեսով սերունդ ալ ավելի գթույլնակ այդ ամուսնական գաբերը, ընտանեկան գաբերը եւ վերջավորությունը կտեսնենք ինչ որ այսօր կտեսնենք մեր շուրջը որ ամփարոյականությունը գլուխ առած կերտա եւ ամեն տեսակ անօրենություններ, անկանոնություններ եւ մարդիկ դժվարություն չունին ընդունած են եւ կբահանջվի մեզ որ ընդունին այսպիսի աբորինի բաներ եւ անշուշտ վերջավորությունը կտեսնենք որ մշակույթը կքանթվի եւ ասկը կքանթվի երկիներ կքանթվին եւ աստծո խոսքը մեզ շատ հստակ կսե թե ուր գտանի ադիգա եւ մենք գիտենք որ վերջին օրերը այլ ավելի այս բաները պիտի շատնան սա այս բոլորը սելովս մեկ բանը սել գուզեմ որ ամեն անգամ ասկուշլալ որ ամուսնությունները մեր զորավոր մնան եւ ամուսիններ ցեզի խոսքս դուք հոգեվոր առաջնորդ լալով տանը ադիգա աստված տրավ ցեզի աստված հոն տրավ բարդական եք որ ամեն չանքտապեք որ ծեր ամուսնությունները եւ ծեր ընտանիքները աստուծո ընթացքին մեջ լան եթե ոչ սատանան պատրաստ է մտնելու եւ քանթելու թե ծեր ամուսնությունները եւ թե ծեր ընտանիքները ուրեմն Էրիկ Մարտիկ մեծ կորձ ունիք անելիք ծեր ընտանիքներենս մեծ բարդականություն կա ծեր վրա եւ ասիգա կսեմ ցեզի որովհետեւ կդեսնեմ որ որքան այսօր թույլ կգտնվին դանը հայրերը եւ ադոր բաճարով ամեն տեսակ հարցեր գանդուներներս ըլա այր եւ գնգամ մեջ ըլա ընտանիքի անդամներու մեջ ցեզ մեկ խնդրեմ որ եթե հարցեր ունիք եւ չեք կրնալ լուծել թիմեք մեգումը որ գրնա ցեզի օգտակար դառնալ որ գարենակ այդ հարցերը գարկի տնել ավելի չքեշած են որովհետեւ ինչ որ ալլա վերջավորությունը եթե աստված արդոներ որ ամեն մարդ որ ամուսնալուծվի յետ ամուսնանա եթե աստված իրապես արդոնություն դար որ շատեր այսօր նույնիսկ հոգեվոր շրջանակներու մեջ կընդունին որ բամ վնաս չի գա կրնա ամուսնանալ մեկը հարց չէ ես ցեզի գսեմ երկրորդ ամուսնությունը այնքան լավ չի վերջանար այնքան լավ բան չէ եթե նույնիսկ իրավունք ունենային ամեն մարդ յետ ամուսնանալու սեբե նախ ասեմ աստված չուզեր ամուսնալուծում բորնուգության Հիսուս տվավ այդ բացառությունը որ եթե բորնուգությունը լագնան ամուսնանալ եթե բորնուգության պատճառով մեկը իրավունք ունի նորեն ամուսնանալու կամ իրավունք չունի ամուսնանալու ցեզիսեմ եթե իրավունք ունենա եթե մենք մեզ համոզենք որ
մեկը իրավունք ունի ամուսնանալու ոչ մեկ պատճառով, նորեն ամուսնանալու, ցեզ գսեմ որ շատ հարցեր կան, փշոտ ճամփա մնե նորեն ամուսնանալը։ Այսօր հովիվներ շատ դժվարություն ունին, որովհետև մարդիկ այնքան սրդերնին գարզացուցած են իրարու հանդեպ, որ ինչ ընեն դագեն ելելիք չկա։ Նույնիսկ եթե թելաթրեն, որ օքեյ, շատ լավ, ամուսնացիր նորեն, ադիգայալ թյուրին պամը չէ, որովհետև իր գլուխին պիտի ետ դառնա անիգա, որովհետև նոր հարցեր պիտի ծագին։ Շատ անգամ, երբ որ անցիկ նորեն կամուսնանան, խորելով թե ամենալավ լուծումը այդ է իրենց հարցին, ամենամեծ դժվարությունները կծագին այդ նորեն ամուսնանալու մեջ, երբ որ դանը մեջ բզդիկներ կան։ Խորտ այդ հարաբերությունը լա խորթայր, լա խորտմայր դարբերություն չներ, չլար նույնը, ինչ որ իրենց իրական հայրը, մայրը իրենց կրնան դալ։ Անգեզատ, եթե մեղ մգար, որուն արմադը չէ մաքրված իրենց առաջվա ամուսնության մեջ, ինչ կխորիկ պիտի ըլլա երկրորդ ամուսնության մեջ, հետերնին պիտի կա, և այդ բանը, որ իրենց ցախողեցուց իրենց ամուսնությունը, առաջին ամուսնությունը, շատ հավանաբար պիտի նաև ցախողեցնե իրենց երկրորդ ամուսնությունը, որովհետև Աստծո խոսքին լույսին տակ այդ հարցը չմաքրվեցավ, չլուծվեցավ։ Նույնն է հարցը ասի Քրիստոսի ընտանիքին մեջ, ոմանք իրենց գամուսնալուձեն Քրիստոսի ընտանիքեն, ասելով թե աս եկեցի մեջ ասին չարցը գա, եկեցին որ գսեմ, անդամներն են Քրիստոսի մարմինն է, և գծկեն գերտան ուրիշ եկեղեցի։ Հոն գերտան, և ինչ կխորիկ պիտի բադայի, նույն հարցը, որովհետև իրենք պրոբլեմը որ ունին, չգրցան հանդուրժել, չգրցան լեզու գտնել, ցև գտնել, Աստծո խոսքին լույսին տակ չգրցան լուծումը գտնել, կամ Աստծո գամքին հրբադագիլ և Աստծո գամքը կատարել, պիտի երթան մյուս եկեղեցի մեջ նույն բանը պիտի կատարեն, և օրմը այդ եկեղեցինա պիտի ցկեն։ Ադորամարսի եկեղեցին և ընտանիքը եկեղեցին կգազմվի ընտանիքներով և եկեղեցին Քրիստոսի ընտանիքն է։ Նույն սկզբունքները երկուքինալ հետ կապված են։ Ուրեմն մեղքը որ եթե գա, սխալը որ գա, եթե չէ լուծված, ատիգա ետ պիտի մեջտեղ ելե։ Անգևերջ այն ակնկալությունները, որ անձը ուներ իր առաջին ամուսնության մեջ, որ չի կատարվեցավ, պիտի փորձե երկրորդ ամուսնության մեջ իրականացնել կամ թե գտնել, և ինչ կխորիկ պիտի բադահի, թերևս այդ ակնկալությունները անկարելի ակնկալություններ են, և ինչ պիտի լա, այս անձը նորեն հուսախաբության պիտի մատնվի, և երբ որ չգտնե այն բանը, որ գուզեր գտնել նոր անձին մեջ, հարցերը նորեն պիտի գրտնեն։ Ուրիշ հարց մնալ գա, երբ որ մեկը ցաված է մեկ ամուսնութեն են, կարելի է որ իր գողագիցը անհավատարիմ էր։ Ինչ կխորիկ պիտի լա երկրորդ ամուսնության մեջ։ Միշտ կասկածով պիտի լա, որ ասալ նույն բանը պիտի նե, ասալ անանգ է երկրորդ անձը։ Եվ այսպեսով այդ սիրո հարաբերությունը գաշկանտված պիտի մնա։ Եվ այդ հարազատ սերը պիտի չգնան վայելել իրար մեջ, որովհետև անցյալի մեջը այդ անձը ցաված է։ Ասիգա գտեսնենք, որ շատ դժվար հարցեր կբերե մեջտեղ, իսկ եթե
նորեն երթանք միս կողմը որ չամուսնացավ անցը, որովհետև Աստծո խոսքը գսե որ պետք չէ նորեն ամուսնանա, եթե ամուսինը մեռած չէ, որ դեսանք եւ երկրորդ եթե բորնգություն գար ամուսնության մեջ, ոմանք կսեն ադանցը գրնա, ոմանք կավադան ոչ պետք չէ ամուսնանա, ինչ որ ալալ, ամուսնանա կամ չամուսնանա, երկու կողմնալ հարցեր գծակի։ Չամուսնացած անցնալ, սեբենք թե երդասարդ գիմմն է, 28, 29, 30 տարեկան, 2-3 զավակ ունի, ինչպես պիտի գրնա իր զավակներուն հոգ տանիլ, եթե ամուսինը հոն չէ, իրեն չհոգար, եւ զավակները չունին at հորը բատկերը իրենց կյանքերեն ներս, հորը ներգայությունը, հորը աստեցությունը, ինչ կխորիկ պիտի բադահի այդ ընտանիքին։ Սուրբ Գիրքը գտելատրե որ եկեղեցիները հասնին անոնց, բայց կտեսնենք որ հոնալ դժվարություն կա։ Եվ այս բոլորը ինչու գսեմ, որ դեսնենք թե ամուսնալուծումը լուծում չէ, որքան կարելի է ամուսնությունը բահել, որովհետև ամուսնալուծումը իր ամեն տեսակ նեղությունները, դժվարությունները ունի, որ իր հետը կբերե։ Եվ մեզի այս սերդողությունը, այս կոնե ամուսնալուծումի եւ նորեն ամուսնանալու ինչ որ են հարցերը մեկ բան կսորվեցնեմ, որ այս որքան կարելի է հոն չասնիլ եւ մեր ամուսնություններուն ժամանակ տալ, արժեք տալ, որ լավակույնը ըլլան եւ կարենանք մեր ամուսնությունները զորավոր ամուսնություններն են։ Եթե հարցեր կան մեր ամուսնությունների մեջ, որ գլան, ամենառաջ նստիլ խոսիլ իրարու հետ։ Սրդապած խոսակցություն ունենալ, ասելով այս հարցը կա, ինչ պիտի անենք։ Աստծո խոսքին երթանք, տեսնենք Աստված ինչպես կառաջնորդ է մեզի։ Ինչպես Հիսուս օրենքները տվավ, թե եթե հարցերը լան ինչպես պիտի լուծվին, եթե երկուքի միջև չլուծվիր, կրնան մեգումը երթալ, որ այդ հարցի մեջ իրենց կրնա օգտակար լալ։ Եվ այդ անձը իրենց որ ուղղություն դա, գուսամ որ հովիվը լա, կամ թե քրիստոնյա ամուսնության counselor-ը, որ իրենց խրատ պիտի դա աստվածաշունչեն, եւ երբ որ անորալ մտիկ չեն ներ, սել թե սրդի գարձություն կա, եւ ադոր արդյունքը պիտի վայելեն երկուքնալ, բայց լավ գլար որ հոն չասնիմ զույքեր, երբ որ ըսկան բաներ որ սխալ գնտանան, առաջ կառնեն եւ պիտի տեսնեն որ երբ Աստծո գվստահին, Աստծո գնվիրվին եւ գուզեն Աստծո գամքը գադարել, փարին մեջտեղ բերել, շիդագը անել, Աստված պիտի այդ ամուսնությունները փուժե, թարմանե եւ սիրո փույնը պիտի լա ուր անդերեն իրար մեջ բաժնվել պիտի չուզեն, որովհետեւ իրապես ամուսնությունը շատ քեղեցիկ բան է, որ Աստված զրած է եւ իրական սիրի մեջ ամուսնությունները այնպիսի քեղեցիկ վայելքներ ունին, որ անշուշտ ով գվայել է միանքի դե դերը դար որ բոլորիդ ամուսնությունները այսպիսի ամուսնություններ լայն դերոճմով դեր օրհնե բոլորիդ